Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիկաշվիլիի նախընտրական այցը Ախալքալաք ավարտվեց սկանդալով։ Վրաստանի վարչապետը Ախալքալաք էր ժամանել 3 կեսօրին վրացական երազանք ժողովրդավարական Վրաստանի իշխող կուսակցության կողմից այստեղ առաջադրված մեծամասնական թեկնածուին Հենզել Մկոյանին տեղացի ընտրողներին ներկայացնելու համար։ Ախալքալաքի բնակիչների մի մասը սակայն ակնկալում էր, որ իշխող քաղաքական ուժը հոկտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում որպես падգամավորության թեկնածու կառաջադրի գործող падգամավոր Սամվել Պետրոսյանի որդուն Անդրանիկին։ Եթե Անդրանիկը չի առաջադրվելու, կարող եք հեռանալ Ախալքալաքից դիմելով Վրաստանի վարչապետին, ասում էին բորբոքված երիտասարդները։ Պետք չէ ինձ վերջնագրեր ներկայացնել, իր հերթին հակադարձում էր Քվիրիկաշվիլին, ուղղակի բանավեճի մեջ մտնելով ախալքալաքցի երիտասարդների հետ։ Պետրոսյանի կողմնակիցները սակայն չէին հանդարտվում, թույլ չտալով Հենզել Մկոյանին շարունակել ելույթը։ Այնինչ դուք եք անում, ապակառուցողական մոտեցում է։ Եթե մեր թեկնածուն այստեղ կանգնած է, դա արդեն իսկ ինչ-որ բան նշանակում է։ Նախ ինքներդ ձեզ հարգեք, հետո նաև ուրիշներին, կրկին ստիպված էր միջամտել Վրաստանի վարչապետը։ Նշեմ, որ ստեղծված կացության գլխավոր պատճառներից մեկը 2015-ին Վրաստանում հաստատված նոր ընտրական օրենսգիրքն է, որով փոփոխության է ենթարկվել մեծամասնական ընտրատարածքների ողջ աշխարհագրությունը։ Եթե նախկինում Նինոց Մինդան եւ Ախալքալաքը մեկական падգամավոր էին ընտրում, ապա այժմ այս երկու հայաբնակ շրջանները միավորվել են մեկ միասնական ընտրատարածքի կազմում։ Իշխող վրացական երազանքի ընտրությունն էլ կանգ է առել Նինոց Մինդան ներկայացնող Հենզել Մկոյանի վրա, ինչն էլ իր հերթին առաջացրել է Ախալքալաքի ամենաազդեցիկ գործիչներից մեկի, նախկին ոստիկանապետ, գործող падգամավոր Սամվել Պետրոսյանի կողմնակիցների դժգոհությունը։ Վրաստանի վարչապետը խոստացավ, որ Ախալքալաքի ներկայացուցիչը հաջորդ գումարման Վրաստանի խորհրդարանի կազմում հաստատ ներկայացված է լինելու, բայց ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով։ Ախալքալաքի կենտրոնական հրապարակում հավաքված մի քանի տասնյակ դժգոհ քաղաքացիները սակայն վարչապետի բացատրությունները համոզիչ չհամարեցին։ Նրանք իրենց բողոքի ակցիան շարունակեցին քաղաքային ավականու շենքին հարող տարածքում։ Ռուսթավի 2 հեռուստաընկերության տեղեկություններով էլ միջադեպից անմիջապես հետո Գեորգի Քվիրիկաշվիլին հեռացավ Ախալքալաքից։ Հարկ է նկատել սակայն, որ Վրաստանի վարչապետի ջավախ կատարած նախընտրական այցի սկզբում որևէ նախանշան չկար, որ այն կարող է սկանդալով ավարտվել։ Հատկապես Նինոց Մինդայում Քվիրիկաշվիլիին բավական ջերմ էին դիմավորում։ Ի դեպ, ջավախքը Վրաստանի միակ տարածաշրջանն է, որտեղ Վրաստանի վարչապետի եւ իշխող վրացական երազանքի առաջնորդ Գեորգի Քվիրիկաշվիլիի նախընտրական ելույթները հնչում էին սինխրոն թարգմանությամբ։ Միմարցից Նինոց Մինդից խնդիրების მოსագորებლը։ Համոզված եմ, որ Ախալքալաքից Նինոց